Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, իսկ եթերում հետախույզի օրագիրը հաղորդումն է։ Առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Վովա Վարդանովն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Աթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարև ձեզ։ Կարամ մի փոքր մի բան ասեմ, sense կարճ ռեմարկա։ Այն քննադատները, որ բնականատեղին ասում են խեք սրան, էս ռուսաստրուկին կամ էս արևմտա եսի մետին, ոչ եմ պիտակավորելով խեք կանչում, սա իմ հեղինակային հաղորդումն է, հայր ջան, ավելի շատ ես եմ Սատենիկին կանչում, քան ինքը ինձ, էլի, սա իմ հեղինակային հաղորդումն է, Սատենը դա ասում է։ Շնորհակալություն, այո։ Ես մեր այսօրվա զրույցը կուզեմ սկսենք այն ապատեղեկատվությունից, որը տարածվել էր 3 ադրբեջանական CBC ալիքով։ Իսկ ինչն էր դա ապատեղեկատվություն։ Այն մասին, որ ոման ահաբեկչական տերորիստական կազմակերպություն է եւ պատրաստվում է պատերազմ սկսել։ Սկսել։ Այդի հա, դա բան են կերել, ոնց են ասում, սխալկուտ են կերել։ Այո, եւ բացի այդ նշում էին, որ ոման ներքին եւ արտաքին խաղացող է, պատրաստվում է զավթել իշխանությունը եւ եթե Հայաստանի Հանրապետությունը որևիցե քայլ չձեռնարկի, Ադրբեջանը այդ պարտականությունը կստանձնի։ Հա, ոտատեղ են սարքում իրանց համար։ Ռեալի մեջ շատ ապուշ հայտարարություններ, շատ ապուշ ֆիլմ։ Աման, բանա դբրոցի նկուղում կազարմա են սարքել, հələ նայեք ինչ ամուր ապուշներ, դուք ձեր շենքերը ֆունդամենտ բանա ամուր չեք անում, մի ամբողջ կազարմա եւ մի հատ մահճակալ են ցույց տալի, մի հատ շալվար կախածվեն։ Ու այդ տենց էլի ասենք, աման, հələ նայեք Ասալայի էմբլեման, իրանց ասենք Էնվերի եւ թուրքական անօրինական պաստորեն չէ որ ասենք Բաքվի հանրապետության զինվորներ էին, իսկ իրանք Թուրքիայի հանրապետության զինանշաններ էին խփում։ Այդ բացայտ անօրինականությունը, որ անում էին, ու ինչ որ մեկի բանի մեջ, ուսապարկի մեջ գտել են Ասալա։ Աման, տերորիստական, իհարկե ասենք, Ասալանը տենց միանշանակ կազմակերպություն չէր, եւ ինքը բնականը մասնակցում էր ահաբեկչական գործողություններին, ոնց որ ասած դաշնակից լինելով Պաղեստինյան շարժմանը, դա դրա դեմ վիճել ուղակի անհետ, հա։ Ուղակի մենք քանի որ իրանք մերոնք են, մի քիչ ավելի նեղմ ենք իրանց մասին արտահայտվում, բայց բնականը ընդունում ենք, որ իրանք, ասենք, այնքան էլ օրինական գործունեություն չեն ծավալել։ Չնայած հայանպաստ գործունեություններ միանշանակ, որովհետև չէր բացառվում, որ իրենց գործողությունները չլներ, լիքը երկրներ, չեմ ասում շատ, որտեղ իրանք լիքն են, էշիական ջոն քնած երկրներ, հայկական հարցին, հայկական պետականության, հայկական ջարդերին, հայերի ցեղասպանությանը ընդհանրապես չանդրադառնային, չհիշեին։ Փաստորեն իրենց գնահատելով sense massամբ դրական, մենք համենայն դեպս գիտակցում ենք, որ իրանք օրինախախտ, ասենք, կառույց են եղել։ Մենք դա գիտակցում ենք։ Իսկ որտեղ է օրինախախտ, ասենք, ոման, էդի բարիները, այդ դեմքերը մի հատ պոնչիկ դեմքեր նստած շատ խելամիտ բաներ էր խոսում։ Օրինակ ասում, բանա, չէ, հաղորդավարը ասեց այդ պոնչիկին, ասեց, երեխաների են բանում օտարազգիների նաև այս 1000 տարիա մեզ հարևաններ ջան 1000 չէ մի քիչ որովհետև իրանք ոնց որ թե Ակկոնլուի հետ էլ կապ չունեն սելջուկների հետ էլ շատ հեռավոր բարեկամներ են Պարզվում է Կարակոնլուն թուրքմենական ցեղեր են Ակկոնլուն նույնպես փաստորեն ստացվում է որ Շիրվան շախիդների ժամանակ ասենք եկած օգուստ ցեղեր են դա մի 500 տարվա մեր հարևանները լավ չեն հասկանում ինչ բանա պաշտպանական գործողությունները ասենք մեր ամրաշինական աշխատանքները ինչ որտեղ համարում են հարձակվելու նախապատրաստություն դա նոնսենս է երեխաներին պարապացնել ուրեմն միջազգային կոնվենցիաներով 14-ից ներքև համարվում է որ ով ստորագրել է իր տարածքում դա համարում է անօրինական ռազմական գործ սովորացնելը Ոմայում անդամագրվում են միայն ու միայն 16 տարեկան եւ ավել, ասենք անդամագրվում են դասընթացներին մասնակցելու 16 տարեկան եւ ավելի
Բացի փոքր բացառումներ կա։ Հա, ի դեպ խենք 16 տարեկանից ընդունում։ Ոչ թե որ թուրքերը սենց կնայեն, հենց կնայեն։ Չէ, ուղղակի որ քաղաքացին, որը մասնակցելու է ոմայի դասընթացներին, որտեղ կան որոշակի, ասենք, էլեմենտներ, որոնք որ մարդ եթե անուշադիր լինի, կարա առողջության, ասենք, հաղթվելու բանի հետ կապված լինի, ասենք, լեռնագնացություն եւ ասենք ժայռամագլցումը 16 տարեկանի դեպքում ոնց որ ասած այդ մարդը ինքը իր մարմնի վրա իրավասու է որոշումներ կայացնել միջև այդ պարտադիր պիտի ծնողը լինի ծնողը ոչ թե անձամբ այդ դեպքում պատասխանատվությունը իր վրա է վերցնում այլ ինքը փոխանցում է իր պատասխանատվությունը մարզողներին մարզող կառույցին կամ մարզիչին մինչև 16 տարեկան որպեսզի նման բաներ չլինի, ասենք մենք 16 տարեկանից վերև ենք վերցնում, 16-ից 99 կուրսանտների ենք վերցնում, որ ավելնորդ քաշքշուկների բաների մեջ չընկնենք։ Փոքրիկ բացառությամբ, եթե ծնողն էլ է գալիս պարապելու, կամ ավակ եղբայրը եւ քույրը, որը տիրություն է անում իրավական տեսակետից, իր փոքրիկ, ասենք, ոչ այնքան փոքրիկ, 14-ից 16 տարեկան քաղաքացուն իր եղբորը քրոջը կամ զավակին փաստորեն նոնսենս է նման բանի մեջ մեզ հայտարարելը երբ որ իրանք մանուկների պատկերներ են տեսնում դա սկաուտական ասենք կադրերն են որոնք մենք կիսվում ենք դա պատանի ասենք երկրապան կարա լինի դա կարա լինի Սամսոնի կառույցը ոնց էր վերջը մի քանի այդպես կառույցներ կան, որոնք որ աշխատում են փոքր կրտսեր սերունդի հետ, բայց իրենք ռազմական գործ չեն սովորացնում, որքանով ես տեղյակ եմ։ Իրանք ավելի շատ իրանք սովորացնում են հրաձիգային սպորտի հետ են իրանք թույլ տալի, որ իրանք առնչվեն եւ մի քանի տարի առաջ նույնիսկ Հայաստանի չեմպիոն այդտենց փոքրիկ սան ա եղել, որը որ մեծացել է եւ լավ հրաձիգա դարել եւ հրաձիգային սպորտաձևում, ասենք, փոխ չեմպիոն էր, կարծեմ դարել թե չեմպիոն։ Հրաձիգության սպորտաձևով մարդ կարա սահմանափակում չկա 7-8 տարեկանից կարաս բան անի։ Բայց դրանով ոման չի զբաղվում։ Նոնսենս է։ Դասընթացներ էին կանում, բանա, մեր զոհվածների 157 գումարտակի զոհվածների անունները պատին խփած էր, որովհետև ի պատիվ իրենց ոման աջակցել էր Արմատ լաբորատորիայի Կարմիր շուկայում, ասենք, հիմնադրմանը։ Ի հիշատակ եւ ի պատիվ այդ տղաներին։ Դա էլ նոնսենս է, այնտեղ վերևը պարզ գրած է, իրանք էլ այդքան հայագետության ֆակուլտետներում սովորած բաներ ունեն, վերջապես բանը Գարդաշ Google есть, մեր չխկծրա անդե ռեժիմներ կա էլի, էլ բանը ինչ եմ ասում, էլի ասենք, որ կարա քեզ ֆոտոից թարգմանություն անի։ Իրականում այդ ամեն ինչը սախ մանիպուլյատիվ է, ծիծաղ առաջացնում, տերորիստական կազմակերպությունը այդ անգրագետը կամ անտեղյակը, իսկ իրականում լավ էլ երևակայի տեղյակ, բայց մանիպուլյատորը տերորիզմի մեջ մեզ մեղադրում էին եւ մտան Եվրոդատարան, հետո հենց իրենք էլ փոխեցին մեղադրականը գրելով ռադիկալ զինված խմբավորում։ Ռադիկալը դե մի քիչ բանա ձեր համար ռադիկալը իմ համար չէ օրինակ մարդկա իր համար այդ Տումբերգը այդ աղջիկը ռադիկալ է մեկի համար ռադիկալ էին հիպիները որոնք ասենք Volkswagen T2 միկրոավտոբուսներով եթում միտեն նստում էին առավոտից գիտար էին նվագում մեկ-մեկ էլ անաշա էին ծխում հիմա անաշան ասենք անաշա մարիխուանա Հիմա հենց նույն երկրներում, որտեղ որ ասենք իրանց ռադիկալ էին ասում եւ հետապնդում էին ժողովրդին դոդացնելու համար, ապուշացնելու համար թույլ են տվել, որ ասենք բանա մարիխուանայի ազատ վաճառք լինի, նույնիսկ ծիծաղալու փաստեր կա, մեկ ինձ ինչա պատմում, ասում է, բանա սիգարետը կպցնում եմ, այսինքն ինքը պատմել է մեկին, որը ինձ է պատմել։ Ուրեմն ամուսիններ են, սենց թարս նայում են, մեկը շուռա գալի ու գոռում ավրեկները։ Մարիխուանա է, հավայ կներեք ու ֆռմետում են։ Հասկանում եք։
այնքան են մցրել մարդկանց ուղեղի մեջ, դոդացնում են մարդկանց, որովհետև բանը մարիխուանա ծխողը դոդա, ինքը դոդանում է, ինքը միտինգներին արդեն չի գնա, ինքը քաղաքական ինչ-որ պայքարներին չի մասնակցի, հայրենիք պաշտպանել կարող է գնալ, եթե պետությունը իր ընտանի կամ շրջապատը դուրս գա բան, բայց ինքը նախաձեռնողականությունից հեռու է իրան պահում, կարճ ասած շատ հարմար, ասենք, քշելու քաղաքացի է, էլի։ Միջայլոց ոնց որ մեր մոտ փորձում են որոշ մերզավեսներ մարդկանց չիմանալով երևի իրանց ֆինանսավորում են կամ դրդում են այդ խեղճ մարդիկ ելնում միտինգ բան են անում, այդ մերզավեսներով որ անում է այդ իրանց բիզնեսի համար ցանկացած կարգի բիզնես, իրանք այդտեղ իհարկե այդ միտինգներին չեն գալիս են մոլորյալները, մի փոքրիկ միտինգ էին արել անաշիստները, դա մեծագույն հանցանք է, որովհետև որքան գիտեմ ներվային համակարգի վրա է ազդում, մանավանդ ապագա սերունդի վրա մեծ հավանականություն կա DCP-ով, դեցկի ցենտրալնի պարալիչով հիվանդ անան են երեխաները, ովքեր որ ծնվել են անաշա կամ մարիխուանա ծխելուց։ Պատկերացնում եք ինչ, ասենք, կատաստրոֆիկ հետևանքներ կարա ունենա մերձավոր արևելքում փոքրիկ քրիստոնեական, ասենք, Հայաստանը, որը որ բարձր որակի, ասենք, անաշայով կհեղեղվի Աֆղանստաններից, Թուրքիաներից, բնականը համփող, համել, ասենք, իրանց պետական եւ ազգային շահերը առաջ տանելով, նաեւ, ասենք, ֆունդամենտալիստ կրոնական։ Կարճ ասած, այդ իրանք են նաեւ ռադիկալ որոշ մարդկանց կողմից այդ մարգինալ խումբը, որ իրական շահառուների կողմից դրդվել էր եւ դուրս էին եկել վայթե օպերայի հայատ միտինգ էին անում։ Իրանք, ասենք, մարդկանց որոշ մարդկանց կողմից ռադիկալ են դիտվում։ Իսկ մարդիկ կան իրանց մեջ ռադիկալ ոչ մի բան չեն տեսնում այն դեպքում, որ իրանք էլ դեմ են, ասենք, անաշայի, մարիխուանայի, ասենք, կանեպի ազատ օգտագործման, ասենք, գործին դեմ են։ Բայց ռադիկալիզմ դրա մեջ չեն դեմ։ То есть անձնական վերաբերմունքի հարցը, քաղաքական կոնյունկտուրայի հարցը, то есть խնդալու է։ Այս զինվացի վերաբերյալ ասում է, իրանք եթե բանա ինքնապաշտպանություն էին քարոզում, իրանք ասենք միջև այդ կրակային ալպինիզմ էին անում, իսկ հիմա անգամ ասենք բանա արտիլերիայի իհարկե, ինչի համար ենք վարժասարքը գնել, որ բանա դասեր չանենք, ազատ վաճառքում, չէ, ասենք համապատասխան թույլտվություն ունենալով վարժասարք են գնել մասսագաբարիտային, որը ոչ մի ձևով զենք չի, այդ բանը վարժասարքի վրա, ասենք, պարապմունքներ են անում, այո, հեսա եթե ուղղաթիռի, ասենք, վարժասարք ձեռք բերենք, ուղղաթիռի դասընթացներ էլ կանենք, որովհետև օրերից մի օր կամ արևմտյան մեր ընկերները կամ Ռուսաստանի մեր ընկերները կամ Պարսկաստանի կամ Հնդկաստանի խելքի կգան կհասկանան, որ լեռնային լանդշաֆտում հակատանկային լավագույն գործիք ուղղաթիռը Հայաստանին անհրաժեշտ է եւ եթե վարժասարք կարողանանք ձեռք բերենք, իհարկե նաեւ ուղղաթիռի օդաչուներին կնախապատրաստենք, բայց մեր գործառույթները հենց դա է, աջակցել զինված ուժերին եւ բարձրացնել հասարակական հասարակության կենսունակությունը եւ ինքնապաշտպանության հնարավորությունները։ Իսկ ժամանակահատվածի հետ կապված, հա, այս ֆիլմի ասեմ կամ հաղորդման ասեմ, ինչ եք կարծում, այն որևիցե կերպ ինչ որ բան նշանակում է, այսինքն երբ նախորդ անգամ էլի տարածվել էր ապատեղեկատվություն ոմայի մասին ինչ եղավ եւ հիմա սպասվում է որ ինչ որ բան կլինի։ Դե հա կարող է ինչ որ բանա հիմարներ, այ ոնց որ բանա մի հատ հիմար, չէ, թշնամի դեպուտատ կա Թուրքիայում, հելավ ելույթ ունեցավ, նախկին նախարար էր ինչ էր։ Մի անգամից sense թուրքասերները կամ թուրքավախները հերթ կանգնեցին, ասենք, բանա sense որ գան այս բանը տզանելով խփեն, էլ sense խփեն։ Ամեն մեկը իր պարտքներ համարում, բանա օպոզիցիոն, հետո օպոզիցիոն պարլամենտում, հետո պոզիցիոն, հետո պետական դե բա ինչ անեմ, ասենք, կան մարդիկ, ովքեր որ իրանց ստվերից ավելի շատ են վախենում, կարա տենց բան լինի։ Թե ինչ այս պահին ինչի, այդ դա ասենք հարց է։ Այ դրա վրա է պետք մտածել, ինչի հենց հիմա, ինչի 3 ամիս առաջ չէ, ինչի ասենք կես տարի առաջ չէ, ինչի հիմա։ Այդ դրա վրա մի քիչ մտածել է պետք, որոշ մտքեր ունեմ,
Ինչի հիմա կասեն էլի փորձում ասենք վախացնի ժողովրդին։ Չեմ փորձում վախացնեմ, այր ջան, փորձում եմ ձեզ զգուշացնեմ։ Բանը նախապատրաստեք ամեն դեպքում ձեր առաջի, ասենք, անհրաժեշտ բանը իրերի փաստաթղթերով, ջրով, բանով, ասես մի հատ պայուսակ միշտ ունեցեք տանը, ժաժ գոյություն ունի, հրդեհ գոյություն ունի։ Հենա երեք տեսա, որ բանը հրշեջ մեքենան գնաց ինչ-որ մեկին հանգցնելու։ Երբ որ միտեղ սումկայով դրած այդ ամեն ինչ sense վերցրիր ու էլ չեմ ասում, ասենք երեխեքի ձեռը հասանելի տեղ որ չդնեք, չի ճղի երեխեն, չի փչացնի, վրան նկարչություն չի անի փաստաթղթերի վրա, բացի այդ ասենք միշտ միտեղ գտնվելով չի կորում։ Միտեղ պահեք, էլի։ Իսկ դա ասենք առաջի ոնց որ ասած անհրաժեշտ գործողությունների մեջ է մտնում, որը որ մենք քարոզում ենք։ Բուժ պատրաստություն անցեք պարտադիր, լավ ասենք թե չեք հավատում, որ հնարավոր է բարի ոսկի ասենք անձնավորություն Մեհրիբան Ալիևայի ասենք բանը Նասարո կներեք ամուսինը բանը հարցակման հրաման կտա, չեք հավատում ու վերջ, որտեվ ինքը խաղաղության խաշմերուկ պավեստկայի իրական ջատագողն է, ասենք, ոչ թե ասենք մեր առաջի դեմքերն են, այլ ինքն այդ առաջ տանում, մերոնք հակառակը խոչընդոտներ են անում, բայց հնարավոր է, չէ, հրդեհ, երկրաշարժ, գազի պայթյուն, ինչ ասես հնարավոր է, հայր ջան, բուժ պատրաստություն անցեք։ Ձեռի հետ մի քիչ ավելի, ասենք, եթե խելացի եք, եթե Աստված ձեզ մի քիչ ավել գեներա փոխանցել, ասենք, խելամիտ, նաև կրակային կպատրաստվեք։ Մի քիչ ավել խելացի լինեք, կեթակ, ասենք, իհարկե զինկոմիսարիատ կասեք, արա այս շանտաղա, պալկովնիկ ես, պատպալկովնիկ ես, պատմայոր ես, այդ խի ինձ, ասենք, 15 տարիա բանակից, ասենք, զորացրվել եմ, վերապատրաստման չես տանում։ Քո կարծիքով իմ, ասենք, այս ջանդակը Այն որ դու ռազմերներդ գրած ունես, ասենք, բանը 46 ռազմեր շորը վախտին որ եղել եմ, հիմա 52-ով ես որ գամ դու ինձ 46 ռազմեր տաս, ինչիս վրա եմ հագցնելու, կամ ասենք քո կարծիքով ես առեսօր մարմինս լավ հիշում է բոլոր գործողությունները կապված, ասենք, ողջ մնալու համար անհրաժեշտ ռազմական հմտությունների հետ, հա? Եթե ձեր մասին մտածում եք, պիտի անեք, դա միշտ։ Հիմա հատկապես, որտեվ գարուն է մոտենում, դե բանը Մեհրիբանի սիրելի հայերի կողմից, պաշտելի, ասենք, որոշ հայերի կողմից, սիրո առարկա Մեհրիբան Ալիևայի հրամանը գյոզերով գիշերային կարգադրությունը Ալիևին, որ ասենք խաղաղություն պահի, կավա մարդ ես, քնաթաթախա չի հասկացել եւ մեկ էլ տեսար մի բան սկսի հնարավոր է չէ այլխի չեք նախապատրաստվում հայր ջան բազմաթիվ լավ վայնկամատը զբաղված է ինքը ունի 350,000-ից տարվա մեջ ասենք 10,000 հոգի մարդ տանի բաների վերապատրաստման 35 տարի մեկ բնական է վերապատրաստմելը զինկոմիսարիատի կարծիքով բավարար է բայց ձեր կարծիքով էլ է բավարար կարող է բան անեք ինչ որ ռազմամարզական կառույց ճարեք ու գնաք այնտեղ սկսեք ինքնուրույն վերապատրաստվել պարտադիր չի գնաք այնտեղ որտեղ փող անստում ձեր վրա ասենք փամփուշտա գնել բան ունենց պատրաստություն տեսեք որտեղ լավ փող չեք ծախսում փողը շատ կարևոր է ուրիշտեղ ծախսել քաբաբա խորովածա ես հասկանում եմ այդ կալորիաները պիտի օրգանիզմը մտնի որ փորի վրա պաշտպանիչ յուղի շերտ լինի փորի տակ էլի մաշկի տակ ես դա հասկանում եմ ինչ որտեղ ընդունում եմ գնացեք այնտեղ որտեղ այդ ամեն ինչը անվճար է իսկ բազմաթիվ ռազմամարզական ռազմահայրենասիրական կառույցներ անվճար են անում ամեն ինչը իրանց Դու կարող որոշ բաներ չեն կարող անեն, որտեվ էդի թանկ է, բայց այն ինչ որ ասենք անում են եւ ինչ դասընթացներ, ինչ գիտելիքներ, հմտություններ ձեզ կտան, դա ձեզ կօգնի ողջ մնալ անհրաժեշտության դեպքում։ Գալով արդեն կարևորագույն իրադարձության Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների սրմանը կցանկանայի ճշտել Այս դեպքում, եթե հանկարծ պատերազմ սկսի Հնդկաստանի եւ Պակիստանի միջև եւ արդեն հրաձգություն կա ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, եթե հայտնի է աբեկչական գործողությունից հետո, երբ որ 25 տուրիստներ սպանվել։ Այո։ Այս դեպքում, եթե արդեն
պատերազմի գնան երկու միջուկային տերությունները։ Մենք որպես Հնդկաստանից զենք ենթադրաբար գնաց եւ գնող երկիր, արդյոք կտուժենք։ Կարանք տուժենք, մանավանդ որ մենք միակ պետությունն ենք, որը որ գնում է Հնդկաստանի, ոչ թե գնողներից մեկն ենք, կարանք տուժենք զուտ ընդ համար, որ չհիշեն, որտեվ այնքան չնչին է իրաց բյուջեի համար այդ գնելու բանը գումարը, կարան պայտակ չհիշեն, որտեվ ավելի իրենց համար կարևոր գործով զբաղվեն։ Հայաստանի բարեկամ երկիր, որը որ Պակիստանն է, բարեկամ, շատ մեծ բարեկամ էլի, ոչնչացնելու ցանկություն ունի մեզ ու բարեկամաբար այդ ամեն ինչը եղբայրական։ Ինքը հայտնի, ասենք, ահաբեկիչների բանն է, պաշտպան է եւ չի բացառվում, որ հետաքննությունը հենց պարզի, որ հենց այդ կողմից հրահարված էին իրենց գաղտնի ծառայությունները։ Իմիջայլոցով որ ահաբեկչության մեջ միջև ահաբեկչությունը, ասենք, մեղադրանքներ անում, իրենք լավ ահաբեկիչների բաներ են, էլի։ Օրինակ, մեծ ահաբեկչության մեջ մեղադրող թուրքերը գլխավոր ահաբեկիչ հովանավորողներ են մեծ մերձավոր արևելքում։ Հնդկաստանի այդ Ջամու Կաշմիր գործերի մեջ հələ մի հատ հնդկական ահաբեկչական կառույցի մասին չիմացանք, որը գործեր անում։ Ինչ որ հայտարարություններ անող տարբեր կառույցներ սիկխերի եւ հինդուիստների մոտ կան, բայց որ ակտիվ գործողություններ են արել, այդպես կառույցներ չկա։ Բոլորը եղել են, ասենք, Պակիստանի կողմից հովանավորվող կամ էլ այդ հովանավորությունը ակնկալող, ասենք, մուսուլմանական բաներ, ջիհադիստներ են եղել բանում, Ջամու եւ Կաշմիր այդ նահանգում։ Եվ այդ ահաբեկչությունը ինչ որտեղ արդարացնող, սրանից մի քանի ամիս առաջ հնդկական ահաբեկչության մասին բաներ գնում, ծավալուն բանը կամպանիա էր եթում, երևի լավ էլ տեղյակ էին, էլի, որ հեսա մի բան լինելու է, երևի լավ էլ տեղյակ էին։ Եվ հիմա արդեն փոխհրաձգություն է սահմանների վրա գնում, այդ փոխհրաձգությունը ոնց որ թե արդեն զոհվածներ էլ ունեն, հիմնականում հələ բնակավայրերի վրա չեն կրակում, երկուսն էլ մեր համար ճիշտն ասած վտանգավոր է, թե իրանց մոտ բախումները, թե մեր մոտ։ Հիմա շատ նման ինչ-որ սցենար է գնում հայ-թուրքական, ասենք, շատ նման է, եթե հիշենք, Հայաստանի հայ-թուրքական չէ, այլ Հայաստանի Հանրապետության եւ Բաքվի Հանրապետության այդ շփման գծում առաջ երբ որ Արցախի Հանրապետության եւ Բաքվի Հանրապետության շփման գծում էր նման բաներ անում, մենք ուշադրություն չէինք դարձնում այդ ամեն ինչին, դե մտածում էինք Թուրքի նատուրան է, ինքը sense փոխհրաձգություն բան, հետո լռում է, հետո ինչ որ քարագլուխ վերցրեց, դե լավ էլի, հետո ինչ որ շատ նման է, ասենք, բանին Վարազա բլուրին կամ Լելեթեփեին, ասենք, թուրքերն են ասում Լելեթեփե, կարևորը, ասենք, այն վաղ մտածում ենք մենք պինդ ենք, կայուն ենք, մեր մեջքի հետևը Բերձորն է, թուրքերը ասում են Լաչին, Խարվաճարն է, թուրքերը ասում են Քելբաջար։ Ես էդի ձեզ եմ լսեցնում, հայր, մի ասեք թուրքական անվանումը, նկատել եք, որ դուք Երևանում եք ապրում թուրքերի բանով, так что եթե խելք ունեք թուրքական անվանումներ մի օգտագործեք, որտեղ կա հայկական անվանումներ, եթե չունեն խելքի մոտ մեկը էլի հույս կա, որ օրերից մի օր խելք չունենալով կենթարկվեք իմ խոսքերին։ Կարճ ասած, հիմա այնտեղ էլ կարա լինի։ Երկուսն էլ մեր համար վտանգավոր է, որտեղ ստեղ կարա լայնածավալ գործողությունների նախապատրաստություն լինի, իսկ ընդ երկու միջուկային պետություններ իրար հետ կհակնեն, մանավանդ մեկը մեզ համարում է, ասենք, փոշի, որը որ սեղանից մաքրել է պետք, Պակիստանը, մյուսն էլ, ասենք, համարում է մեզ կակ մինիմում, եթե ռազմական դաշնակից չէ, գոնե իր միակ զենքի գնողը սահմաններից դուրս։ То есть միջուկային երկու տերություն, ինչ որտեղ ռեգիոնալ գերտերություններ, եթե բախվեն, հաստատ մեր վրա ինչ որ ձևով թեկուս ռադիոակտիվ ինչ որ փոշի կարող է գալեցվի, արդեն շատ վատ է, էլի։ Եվ ստեղ եթե բախումները լինի, շատ վատ է։ Մենք պատրաստ ենք, կարծում եմ այո, բայց պատրաստ ենք, ասենց վերապահումով։ Ոչ ոք միջև վերջ պատրաստ չի լինում։ Կարելի ասել ոչ ոք պատրաստ չի պատերազմի։
դա վերաբերում է համ Միացյալ Նահանգներին, համ Անգլիային, համ Հնդկաստանին, Պակիստանին, Թուրքիային, նաև բնական է Հայաստանին։ Նաև Բաքվի Հանրապետության, ասենք, Մերձկասպյան թուրքերն էլ պատրաստ չեն։ Վերջնական կամ եթե ճիշտ է խոսանք, ոչ ոք ընդհանրապես պատրաստ չի։ Բոլորը ձգտում են իրենց պատրաստությունը բարձրացնել, բայց ոչ ոք չի ասում ես պատրաստ եմ։ Ուղղակի հարմար, ասենք, իրավիճակ է առաջանում քաղաքական եւ ասենք մինչ պետական հարաբերությունների, ասենք, բալանսը այն կողմեսկում շեղված եւ ասենք ինչ որ մեկը համարում է որ դա բավարար է, որ ինքը հաղթական պատերազմ ունենա եւ հարձակվում է։ Բայց նույնիսկ հարձակվողը, ասենք, պատրաստ չէր։ Կարամ ասենք հիշացնեմ Գուդերյանի գրությունը մեմուարների մեջ, որ տանկային դիվիզիաները եւ այլն մեր մոտ այնքան էլ պատրաստ չէին, համալրումը մոտավորապես 80% էր։ Իսկ Ֆրանսիայի վրա հարձակվելուց, ասենք, համալրումը տանկային բաներում, շարասյուններում, որ հարձակվում էին եւ ճեղքում էին առաջնագիծը, 70%-ից մի քիչ էր։ То есть երբեք ոչ ոք 100% պատրաստված չի կարող լինի։ Բայց այդ մասնակի պատրաստված լինելը, թե թուրքերի թե մեր, ասենք, կա իրենք մի քիչ ավելի լավ են պատրաստված, այնքան էլ համաձայն չեն։ Իրենց հարվածային ստորաբաժանումները, այդ կոմանդոսներ, չգիտեմ, լեռնահրաձգային, ասենք, վայ արա, լեռնահրաձգային թուրքը ունի, հետաքրքիր է, ես 20 տարի ասում եմ պետք է, մեզ պետք է, այս թուրքը մեզ լսեց, տեսար, արդեն 15 տարի ունի լեռնային հրաձիգը։ Կարող թուրքերին ինֆորմացիա եմ տալի, վարա։ Կարող պրոստը իրանք այդքան էշ ու հիմար չեն, երբ որ մի բան լսում են, վերլուծում են, կիրառում են։ Իսկ մենք վայ նոր, ասենք, ֆրանսիացիներ են եկել, ասենք, ինստրուկտոր, բանան, էնել, ասենք, հաստատ չի, որտեվ եթե եկած լինեին, արդեն վաղուց լուրերով ցույց կտային էլ իրանց, որովհետեվ բանը լեռնային պատրաստությունը ընդհանրապես ֆիզիկական պատրաստության մի մասն է։ Ու դրա մեջ եսի միշտ գաղտնիքներ չկա, բայց հայտարարել էին, որ եկել են բան, ու չոտը չեն երևում կադրերով։ Ըստ կարող է 1-2 հոգի են եկել, ու այդքան, ասենք, ցույց տալու բան չկա։ Բայց պետք է դա միանշանակ։ Հիմա այդ իրանց թուրքերի լեռնային պատրաստության անցած զորքերը պատրաստ են ավելի լավ, քան դիրքերում նստած ոնց որ ասած հետևակա միանշանակ ունենք մենք նման ստորաբաժանումներ ունենք, այո, բայց ոնց որ մարդկային, ասենք, մեր դեմոգրաֆիկ տարբերությունն է, ամեն հարցում է դեմոգրաֆիկ տարբերությունը երևում է։ Իրենք հայտարարում են 10 միլիոն, բայց երևի 8 միլիոնի չափ են, մենք հայտարարում ենք 3 միլիոն, երևի 2.5 միլիոնի չափ ենք։ Դա նշանակում է մոտ 3.5-ից ավել անգամ ինքը ավել բնակչություն է։ Համապատասխան զորքերը կարան 3.5 անգամ ավել լինեն։ Իր բյուջետը, ասենք, մեր բյուջետից ընդամենը 10 անգամ մեծ է, թե 6 անգամ։ Դե լավ, կարևոր չի, ամենայն դեպս մեծ է։ Համապատասխան մի քանի անգամ ավել գումար է ծախսում ռազմական գործի վրա։ Բնական է ինքը ամեն ինչը մի քիչ ավելի շատ ունի։ Պատրաստված մարդկանց, ժամանակակից տեխնիկա, նախորդ հաղորդումներում ես այդտեղ նշել եմ, ասենք, հեռահար հրետանու տարբերությունը, որ իրենք այս պահին ունեն այնքան, ինչքան մենք պատրաստվում ենք գնենք, բայց ինքը հələ վրայից 70 հատ էլ, ասենք, պատվիրել է, ու հնարավոր է մեր այդ 36 Ցեզարի հետ միասին 70 հատ դանան համալրի իր 40 հատ դատան, то есть 110 հատ նմանատիպ թնդանոթներ մեր 36-ի դիմաց, ու այդտենց հարաբերությունը գրեթե ամեն ինչում, բացի ավիացիայից, ավիացիային իրանց մոտավորապես 1-ին 50 է, թե 1-ին 30, մոտավորապես, բայց ոչինչ, մեր ՊՎՕ-ն համեմատաբար երևի վատը չի, էլի լավն է, մեր ՊՎՕ-ն հատուկ sense գործողություններ չէին մշակի Արցախի հակաօդային համակարգը ոչնչացնելու այդ ան-երկուսներով բան, եթե լավը չլիներ Արցախի հակաօդային, իսկ մեր հակաօդայինը Հայաստանի Հանրապետության բնական է մի քիչ ավելի հզոր է, քան Արցախինը, համեստ ասեմ, մի քիչ ավելի։ Կարճ ասած, մենք պատրաստ ենք 100% չէ, ենթադրենք 50%-ով, թուրքերը ենթադրենք 55%-ով, թե մոտիվացված է իր զինվորը, այնքան էլ չէ, ոգևորված է, բայց մոտիվացիան թույլ է,
կարիդոր այն դեպքում, որ պարսիկը մեռավ ասելով, հեսա ձեր կարիդորը 30 քանի տարի օգտվում եք, եկեք էլի օգտվեք, վերազինում այդ ճանապարհը, վերակառուցումը, թարմացնում է, եսի ինչեր ա դնում, թուրքը հիմար չէ, տենում է, որ այդ ամեն ինչ, ասենք, հային կզսնելու բան է, իրան հաճելի բան է հայա որ կզի, միանշանակ հաճելի է, կդզի եւ այլն եւ այլն, բայց դա մոտիվացիա sense ավելի բարձր, քան չկոտորվել, չոչնչանալ, չի 100%։ 44 օրյա մարտերի բանը, երբ որ անալիզ անում ես, հասկանում ես, որ մեր մոտիվացիան բավականին բարձր է եղել եւ մենք Թուրքին կանգնացրել ենք մաքսիմալ հնարավորից ավելի, ասենք, գործ ենք արել։ Նույն ջրականը, որ պարտության ջրականի զորքերի տարածքները ճեղքելը թուրքերի բերեց 20 թվականի մարտերի ասենց պարտության, հա, իրանք հերոսաբար 7 օր առանց համալրումների, առանց թարմացումների իրանք սնունդին, փամփուշտը եւ այլն, դե 60-70 կիլոմետր տեխնիկան գալիս է փամփուշտա բերում կամ համալրում վերևից, ասենք, արդեն օդում իշխում էին թուրքերը, մի քիչ առաջ ասեցի հակաօդային օպերացիայի արդյունքում մեր հակաօդայինի դեմ ուղղված օպերացիայի արդյունքը բերեց դրան, որ մեր հակաօդային համակարգը բավականին թուլացած էր եւ գրեթե ցանկացած տեխնիկա կարում էին խոցեն, իսկ 60 կիլոմետր գրունտային ճանապարհով այդ մեքենան ամենը քիչը, ասենք, 2 ժամ գալիս է։ 2 ժամում ոսկե դրոնով էլ չի խփում, նայում է հերիկա, հետո արծիլ իրան կարան ավոտ կանի։ Բնական է, ասենք, առանց զենքի, զինամթերքի, առանց համալրման, կողքդ վիրավորին չեն տանում, դա բերում է բարոյահոգեբանական որոշակի, ասենք, մոտիվացիայի նվազմանը, բարոյահոգեբանական բան նախախտվում եւ չկար պարապած չէին մեր զինվորները մանևրային պատերազմ, то есть դիրք պահելը սովորել են, լավ էլ պահում են, բայց որ գրոհել, հետնահանջ, բան, այդ չպարապած լինելը բերեց դրան, որ հետնահանջը վերածվեց փախուստի, ասենց ասեմ։ Էլի կանգնացրեցինք միտեղ, որտեղ, ասենք, կարողացանք կանգնացրեցինք Մարտունու եւ, ասենք, Մարտունու շրջանի եւ մի փոքր Հադրութի շրջանի հատվածում թուրքը էլ առաջ խաղացումը տենց հեշտ չէր ունենա, ոնց որ եղել է, ասենք, ջրականը ճեղքելուց հետո, բայց ամենայն դեպս եղավ զիջող, իսկ դա արդեն կապիտուլյատիվ է կոչվում, կապիտուլյատիվ զինադադար, որի արդյունքում մարտական գործողությունները, ասենք, դադարեցվեցին։ Եվ մենք ինչի համար եմ այս ամեն ինչը պատմում, թուրքը ավելի լավ պատրաստված, ավելի հզոր, մոբիլիզացրել էր ջիպերը, բանակը, ասենք, թիվը դարձել էր 120,000 հոգի, մենակ Մերձ-Կասպյան ռեգիոնում, իսկ Նախճիվանում, ասենք, թիվը 15-ից 18,000-ը հանել էր մինչև 30,000, то есть եթե գումարում ես իրար 150,000-անոց զինված ուժեր էին կանգնած հայկական մի քիչ ավելի քիչ զինված ուժերի հետ, որը, ասենք, տարբեր գնահատականներով 30-ից 35,000 էր Արցախի հանրապետության տարածքը պաշտպանում։ Դա բնական այդ դիսբալանսը հնարավոր է միայն բարձր մոտիվացիայով եւ համալրումներով, համապատասխան զինամթերքը ժամանակին եւ սնունդը հասցնելով է հնարավոր նման գերիշխող հակառակորդին, ասենք, ծեծել եւ հետ շպրտել։ Բազմաթիվ նման օրինակներ հիմա մենք 1915 թվականի մասին մենք ասելով ես ու իմ ավագ որդին ոդկաստ ենք բանանում ու այս ապրիլը նվիրել ենք հենց այդ օրինակներին, երբ որ հսկայական գերիշխող թուրքերը թվով գերիշխող եւ զենքով գերիշխող կարողանում էին կանգնացնել մեր խաղաղ բնակիչները, ովքեր որ ձեռքերը զենք էին վեկալել։ То есть բնական է բանակը ավելին կարող անի, բայց անհրաժեշտ սնունդը եւ զինամթերքը պետք է վերես հասցնես։ Իսկ պատրաստվելը
ասում եմ, մեր պատրաստվածությունը, եթե հատուկ զորքերը քանակը տարբերությունները հաշվի չառնենք, ինձ թվում է դեռ 50-50 ենք էլի, համ իրանք, համ մենք, որովհետև այդ հատուկ զորքերը ճեղքում են, բայց վերջապես ասենք ճեղքելն էլ ամեն տեղ չի, որ հաջողվել, էլի, հենց նույն 20 թվականին չհաջողվեց, ասենք, բանում եղնիկների մոտ, չհաջողվեց Խարվաճառում երկուղության վրա, Մարտակերտում եկավ ու սարերի մոտ կանգնեց, չկարողացավ զարգանալ, չհաջողվեց, ասենք, Ակնայում, չհաջողվեց Մարտունիում, չհաջողվեց Վարանդայի, ասենք, մյուս հատվածները, բայց ջրականում հաջողվեց։ Եվ այդ հաջողվելը բացատրվում է իմ կարծիքով տեխնիկական, ոչ թե մոտիվացիայի պակասով, այլ տեխնիկական մեր բաց թողումների արդյունքում էր այդ ամեն ինչը տեղի ունեցել։ Լավ, ինչևէ, կարճ ասած թուրքերի հետ կկռվենք ոնց որ պետք է։ Կռվենք, ինչ հնարավոր է ցույց կտանք կամ ուրիշ բաներ էլ կանենք։ Իրենց համար հաճելի բաներ։ Իրանք սիրում են այդ հաճույքները։ Դուք ես նկատի ունեմ բիզիմդիր մեռնել հայրենիքի համար, մենք հաճույքով իրանք կօգնենք այդ գործում։ Շնորհակալություն պարոն Վարդանով զրույցի համար։ Իսկ ես մեր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին հիշեցնեմ, որ եթերում է հետախույզի օրագիրը հաղորդումը, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ 5 շաբթի։